Բարև ձեզ։ 44-օրյա պատերազմը բոլորիս կյանքը բաժանեց մինչի եւ հետոյի։ Մեդիալաբի նոր նախագիծը կփորձի ներկայացնել, թե 2020 թվականի պատերազմը եւ Արցախի հետո կորուստը ինչ ազդեցություն է թողել մեր հասարակության վրա։ Փոդքասթերի շարքը, ինչպես նաև հարցազրույցները եւ հոդվածները, որոնք կարող եք գտնել medialab.am կայքում, կփորձեն պատմել, թե ինչ հետ պատերազմյան տրավմաներ ազդեցություն է թողել այս ամբողջ գործընթացը թե մեր հասարակության վրա, թե մասնագետների վրա եւ թե բնականաբար վետերանների առողջության վրա։ Այսօր մեր հյուրն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Նա մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն է անցկացրել պատերազմի մասնակիցների շրջանում։ Հենց այս թեմայի շուրջ էլ մենք կզրուցենք, տաղավարում կաշխատեմ ես, Լիաննա Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Թադևոսյան։ Բարև ձեզ։ Օրերս ընթերցեցի, գիրքը հեղինակած, որը, եթե չեմ սխալվում, պատերազմի մասնակիցների պատմություններով, մարդաբանական հետազոտություն, գաղափարների ազդեցության տրանսֆորմացիան էիք դիտարկել եւ անգամ ինքնության, այսպես ասենք, տրանսֆորմացիան, որովհետեւ պատերազմը եւ դա արդեն իսկ թվում է գաղտնիք չէ, բոլորիս մոտ է շատ լուրջ ճաքեր առաջացրել մեր ինքնության այդ ամբողջ այդ կոնստրուկտի մեջ, որը մեզ մոտ կար։ Ես նախքան սկսելը կխնդրեմ ձեզ մի թեթև նկարագրեք ուսումնասիրության, այսպես ասած, բազիսը, մոտավորապես քանի զինծառայողների, քանի մասնակիցների հետ եք զրուցել, ինչպես եք կազմել այդ ուսումնասիրությունը, հետո անցնենք արդեն ըստ խնդիրների։ Այս հետազոտությունը քանակական հետազոտություն չի, այսինքն մենք քանակական հարցաթերթերով հարցում չենք արել, սա մարդաբանական հետազոտություն է, որը կոչվում է որակական հետազոտություն, որի հիմքում ընկած էին բանավոր պատմությունները։ Այս գիրքը գրելու միտքը ինչու՞ն է։ Ինչի գնացինք մենք առաջին պատերազմին, նայեք առաջին պատերազմի մասին, որ նայեք, ում խոսքը ասես պատերազմի մասին չկա, բացի մասնակիցների։ Այսինքն մասնակիցները չեն նկարագրում ինչպեսին է պատերազմը։ Այս պատերազմին էլ ասենք նայում եք, ով ասես պատերազմը չէր նկարագրում, ինչ ասես չէր ասում, այդ քաղաքականները, այս փուչիկ ղեկավարությունները, կուսակցությունները, չգիտես ղեկավարությունը, իշխանությունը, մյուսը, սա իրանց կողմից ինչ որ բան են անում, բայց այդ մասնակցի ձայնը չէր լսվում։ Ու իմ կարծիքով ամենակարևորը այն է, թե ոնց է այդ պատերազմի միջով անցած մարդը ինչ կարծիքի է այդ խոսքը հասարակ մասնակցի մասին, չէ՞ ոչ թե քաղաքական զինվորի, սովորական սպայի մասին, ով կռվել է պատերազմի դաշտում, այլ ոչ թե գնացել է, ասենք, Ղարաբաղում մի հյուրանոցում բնավորվել է ու այնտեղ չես իմացել ինչ է արել, կռվել է թե չի կռվել։ Չէ, չի էլ կռվել, ասենք, այդ քաղաքական գործիչները այնտեղ չգիտես ինչերով էին զբաղվում, ամեն մեկը իր քաղաքական շահներ առաջ բռնում պատերազմի ժամանակ, ու ինձ ամենաշատը հետաքրքրում է հենց քաղաքական զինվորի ու սպայի կարծիքը, պատմությունները իրանց, ու այդպես ես թիմ կազմեցինք իմ տարբեր տարիքի ուսանողներից եւ ասպիրանտներից, հետազոտողներից մեր ոլորտի, ու անցկացրեցինք 70 խորացված հարցազրույցի մեթոդով գրանցեցինք բանավոր պատմություններ հենց պատերազմի մասնակիցներից, ովքեր պատմում էին պատերազմի մասին։ Սկսած նրանից, թե ինչպիսին էր իրանց կարծիքով պատերազմի ընթացքը, ինչպիսին է մեր զորքերի, ասենք, վիճակը, մեր զինվածության վիճակը, թշնամու նկարագրությունը մեր տեսանկյունից, իր բանակի մասին կարծիքը, ինչու պարտվեցինք իրանց կարծիքով, իրանք շատ բաներ են պատմում, նաև պատմում են տարբեր տեսակի առաջնագիծ եկած գնացած ինչ-որ քարոզիչների մասին, ովքեր գալիս էին հուսահատություն էին տարածում, հենց որոնք որ նաև հենց տեղացիներ էին, ղարաբաղցիներ, այսինքն ես ունեմ գնացած շատ այդպիսի պատմություններ։ Հիմա չեմ ուզում մենք այդ դիսկուրսի մեջ հայաստանցի ղարաբաղցի կամ բան, այդ շատ նուրբ բան է, ես չեմ ուզում այդ դրա վրա ինչ-որ ջուր լցնել, ուզում եմ ասել, որ մարդիկ պատմել են նաև տեղի բնակչության վերաբերմունքը
պատերազմին, ինչ խոսակցություններ էին, եւ ոգևորիչ, եւ խրախուսող, եւ հուսաթափանող այդ պատմությունները։ Նաև իրանց հետ ինչա տեղի ունեցել, իրանց հետ ինչա պատահել։ Եվ այս պատմությունների հիման վրա շարադրվեց այս գիրքը, որը ոչ թե իմ կարծիքն եմ ես այդտեղ ներկայացրել, այլ ես հենց գիրքը այնպես եմ շարադրել, որը այդ գրանցված մարդկանց պատմություններից պարզապես ոնց որ իրանք էլ պատմեն։ Այնտեղ որ դուք գիրքը թերթեք, կտեսնեք, որ չափից շատ են այդ մեջբերումները, որը ես նկատեցի, որ հենց այնպես եք մեջբերել, ինչպես եւ խոսել էին զինվորները։ Մարտաբանական հետազոտության մեթոդը մեր, այսինքն անթրոպոլոգիան, ազգագրությունը նաեւ այդ նույն գիտությունն է, ունի պարտադիր մեթոդաբանական մոտեցում։ Մարդը ինչ բարբառով, ինչ նույնիսկ եթե հայյանք է տալիս, դու պարտավոր ես այդպես էլ գրանցել, այդպես էլ փոխանցել։ Այսինքն մենք իրականությունը չենք շեղում, մենք իրականություն ներկայացնում ենք, մարդու խոսքը ներկայացնում ենք այնպես ոնց որ կա։ Դրա համար շատ մեջբերումներ կան այդ գրքում, այսինքն այնպես եմ ես փորձել ներկայացնել այս մեր գիրքը եւ այնպես եմ իր կառուցվածքը կազմել, ոնց մարդիկ պատմել են։ Եթե մարդը պատմել է իր պատերազմի մասնակցած այդ պատմությունը պատերազմի ընթացքում մեր զորքի նկարագրություն կա, ես իր բերանով նկարագրել եմ զորքի նկարագրությունը, հա։ Ինչ որ մի խոսքով, այսինքն այստեղ մենք այդպես է եղել հիմնական մոտեցումը։ Մի փոքրիկ մեկնաբանություն է ուզում այստեղ ասել, այսպես ասեմ, ընթերցողի կողմից, տեսանկյունից աչքս անդադ ընկնում էր, երբ որ կարդում էիր զինվորի, հա, մասնակցի տեսակետը, ինչ որ հարցերի շուրջ, հատկապես վերացական, դա կլինի հայրենասիրություն, դավաճանություն, վախ եւ այլն, շատ խորը միտք էր հաճախ գրված, ու հետո դա գրված էր 20 տարեկան։ Այդ դիսոնանսը անդադ աչքս դա իմ, այսպես ասեմ, կոգնիտիվ շեղումներն են, խնդիրներն են, որ ինձ թվում է թե 20 տարեկանը չի կարող նման միտք արտահայտի, թե սա պատերազմի արդյունքն է։ Նայեք, ես էլ մեկ այդ զարմանք ունենում, հենց նյութը արդեն գրանցելու փուլում, բայց հետո ես բռնացրեցի ինձ այն մտքի վրա, որ մենք մի քիչ բան ենք, մեր հասարակության մեջ բավականին կա այդ ավանդականության էլեմենտը։ Էյջիզմ։ Այո, ավանդական հասարակություններում սովորաբար կա այսպիսի չգրված պատկերացում, որ տարիքով մեծ մարդիկ մենակ կարող են խելացի բաներ ասել են, տարիքով փոքրեր էլ այդքան հասուն չեն, որ կարողանան շատ ադեկվատ նկարագրություն տան, ասենք աշխարհի միջավայրի իրենց հետ ինչ որ կատարվում է, բայց պարզվեց որ չէ, մարդիկ ասենք այսօրվա մեր սերունդը, ես հիմա մի ուրիշ հետազոտություն եմ անում, որը վերաբերում է սովորելու խնդիրներին, ինչպես են մարդիկ սովորում, եւ ասենք 16 տարեկան մենք իրանց երեխա կարող ասենք, հա, այդ երեխան, տղան այնպես է ռեֆլեքսիա անում, այսինքն նկարագրում իր սովորելու process-ը, որ ինձ թվում է 40, 50, 60 տարեկանները այդ որակով չեն կարող իրենց նկարագրել, հա։ Այնպես որ այդտեղ շատ բնական մենք պետք է մոտենանք, մենք պետք է հետաքրքիր որ նաեւ այստեղ այս փոխճանաչողության խնդիրներ կա, մենք սկսում ենք հասկանալ թե 20, 18, 19 տարեկան տղաները իրանք նաև ունեն շատ ռացիոնալ, պրագմատիկ, ճանաչողական հատկություններ եւ իրանք ինչի էին նաև իմ կարծիքով եւ նաև հանդիպել եք որ գրքում շատ կա կարծիք տարբեր տարիքի հատկապես մեծ տարիքի ասենք այդ մոբիլիզացված մոբի չէ այդ որ հայտնի մենք ասում ենք մոբի պայեստազորայինների բանի կամ ասենք կամավորականների կողմից բանի հենց այդ զորակոչային տարիքի մեր տղաների մասին թե ինչպես են իրանք այտենց նաև շատ սառը մտածված հավասարակշռված կռվել ինձ թվում է որ այդ ամեն ինչը գալիս է փոխկապակցված է հենց այդ ունակության հետ նաև նկարագրել այն ինչ իրանց հետ կատարվել է շատ պարզ առանց այսպես ասած ավելորդ ինչ որ փրփուրների առանց ավելորդ գոլորշիների էմոցիոնալ չէ ինչ որ կա այդ մարդը նկարագրել է ու պարզվում է որ այդ ինչ որ կան նկարագրելը մեզ շատ
բանը գրավում, որովհետև ինքը իրականությունը իրականորեն է նկարագրում, համարժեքորեն, adekvat լեզու է կիրառում։ Այդ միֆոլոգիական լեզուն բան իր մոտ ցնդել է։ Նաև պատերազմը, այո, ես ձեր հետ համաձայն եմ եւ պետքում էլ կա մոտավորապես այդպիսի ակնարկներ արդեն իմ կողմից վերլուծական, որ պատերազմը շատ այսպես ասած պաթոսային էլեմենտներ հանել է, այդ թվում նաև հայրենասիրության ընկալումներից, այնտեղ ասենք բանը ես այդ անգիրեմ հիշում եւ դուք էլ կարդացած կլինեք, էլի շատ երիտասարդ տղա էր կամ 21 կամ 23 տարեկան էր, որ ասում է, որ ինքը իր մոտ հայրենասիրության զգացողությունն է փոխվել, ընկալումը, հա, ինքը ավելի շատ անելու, գործելու հետ էր կապել արդեն հայրենասիրություն։ Եվ ինքը բառացի ասում է, ես ասում եմ, մինչև պատերազմ գալ եմ, մենք հայրենասիրության մասին sense պատկերացում ունենք, երգում էինք, պետքա դու լավ ոտանավորները սովորես հայրենասիրական պատմության մեջի են լավ թվերը, որոնք մեզ փառասիրության են սնուցում մեր այդ սաղանգիրանես ու դրանց մասին խոսաս, ասենք այն փառավոր հաղթանակները, հատկապես Տիգրան Մեծի շրջանի կամ Բագրատ Մինաս թագավորների այդ վերելքի շրջանի եւ այլ, հա։ Հիմա ասում եմ, բայց մոտ պատերազմը փոխեց այդ բանը։ Եվ շատ դեպքերում մարդը, ասենք, բանը ստացել է տարբեր տեսակի շքանշաններ, բայց ասում եմ, ես հերոս չեմ։ Բոլորը իրան հերոս են անվանում, ինքը ասում է, ես հերոս չեմ, որովհետեւ ես պարզապես բանը արել եմ այն ինչ որ այդ բան պետք է անեի, եթե չանեի կարող ես մեռնեի, ասենք կրվին։ Մի բան աչքով ես ընկավ, էլի։ Հերոսը օրինակ այն բժիշկը, որ գիտնականը բան էր անում։ Մեկը նշեց, որ գիտնականն է հերոս։ Ես ճիշտ ասած այնքան զարմացա այդ մտքից, որ որտեղ գիտնականը, որտեղ պատերազմը։ Այսինքն տեսնեք բանը, ասենք շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղ ունեցել, նաև մտածողության առումով, հենց պատերազմի մասնակցած սերնդի մեջ, հատկապես երիտասարդների մեջ։ Իդեպ ես նաև նշեմ, որ մենք մեթոդաբանական տեսանկյունից հատուկ ընտրել էինք 4 խումբ, որ բոլոր տարբեր տարիքային խմբերը եւ նաեւ քաղաքի ու մարզերի վես մասնակիցներն ենք այդպես ընտրել, որ հասկանանք արդյոք Երևանցու ու ասենք, չգիտեմ, մարզի տղայի մեջ տարբերություն կա պատերազմի ժամանակման։ Եվ նաև ընտրել էինք զորակոչային, այդ զինվորների տարբեր, այսպես ասած, պատերազմի մասնակիցների տարբեր խմբեր, սկսած կամավորականների խումբը կար մեր մոտ ընտրված, բաների պայմանագրայինների, պահեստազորայինների եւ զորակոչայինների։ Այսինքն այդ սպեկտրը բոլորը ընդգրկված է, որովհետեւ հասկանանք նաև թե ամեն մեկը ոնց է նախ անցել այդ բանը այդ պատերազմի միջով ու ոնց է ինքը նաև նկարագրում ու ընկալում պատերազմը, ինչը նաև ոնց է նաև այդ տարբեր տարիքի ու տարբեր խմբերի զինվորների մոտ ինչ փոփոխություններ են եղել։ Համար այս առումով ամենահետաքրքիր իհարկե բանը խումբը, որ նայում ես ինչա բանա, էլի գալիս ենք այդ 20 տարեկանների։ Մենք պայմանական ենք 20 ասում, բայց այնտեղ կային տղաներ, որոնց հետ մենք աշխատել ենք, իրանք ասենք օրինակ զորակոչային տարիք ծառայությունը բան էին արել 22 տարեկան տղա կամ 23 ու կամավորական էր գնացել։ Սա էականորեն տարբերվում է այն կամավորականներից, ովքեր որ առաջի պատերազմի այդ փուլը անցել էին, այդ ֆիդայական ավելի շատ ոչի կամավորականից ու հիմա գնացել էին էլի կամավորական, այդ կամավորականների բանը առերեսումը այս պատերազմին ու այս 20 նոր ծառայած, այսպես ասած, թարմ զինվորական գիտելիքն ու հմտությունը կրող արմատականորեն տարբերվում են, ասենք 23 տարեկանն ու 58 տարեկանը կամ 56 տարեկանը, որ նաև առաջի պատերազմը շատ մեծ տարբերություն են էլի իրանց բանում, թե հենց այդ իրավիճակը ընկալելու, թե ռազմադաշտում եւ թե հետագայում իրանց, ասենք, նաև պատերազմի թողած հետքի տեսանկյունից, հա։
Ինձ թվում է, թե պատերազմը 2020 թվականի հանրության մեջ սկզբից շշուկներով, հետո նաև հոդվածների տեսքով բերեց վախի մասին խոսույթ, որովհետև ես իհարկե առաջի պատերազմը այդպես լավ չեմ հիշում, ես փոքրիկ եմ եղել, բայց հետ ցնցումներին էի ծանոթ, խոսույթներին, վախի մասին խոսակցություն չկար։ Եթե կար պատում վախի մասին, դա թշնամու վախի մասին էր բացարձակապես։ Այստեղ դուք նաև նկարագրում եք, եթե չեմ սխալվում, ամբողջ գլուխ կա վախի վերաբերյալ ձեր տպավորությունները։ Սա, չգիտեմ, անգամ ինչպես հարցը ձևակերպեմ, սա առողջ է, որ մենք սկսել ենք այդ մասին խոսելը, բարձրացնելը։ Ես կարծում եմ դա բնական բան է։ Եվ հետաքրքիր է, եթե դուք հիշում եք գրքում նաև երբ որ տղաները խոսում էին վախից, իրանք վախին այդպես ամոթի ձևով չեն մոտենում։ Իրանք շատ էլի սառը սթափ գնահատական են տալիս։ Դա գործընթացի բնական մաս է։ Եվ մարդիկ վախը բնութագրում են որպես շատ նորմալ մի բան։ Բա եթե դու չվախենաս, ուրեմն մարդ չես։ Այսինքն վախը մարդու բնությունից մարդու հենց ամենաբազային ինստինկտն է, կենթանիների մեջ էլ կա, չէ՞։ Այդ վախը քո կյանքի ինստինկտն է, եթե դու վախենում ես, դու ձգտում ես ապրել ու ապրում ես անդադ այդ վախի դեմ պայքարելով, չէ՞։ Հիմա ասենք այդ նույն բանը մեր հետ է տեղ ունեցել։ Ուղղակի ես այստեղ կուզեի առանձնացնել երկու շատ մեծ խումբ, եթե մենք խոսում ենք վախի մասին։ Առաջի խումբը վախի այսպես դրսևորումների, դա պատերազմի ընթացքում վախերի մասին եկեք խոսենք եւ դա տարանջատենք պատերազմից հետո արդեն վախերի մասին։ Եվ այստեղ էլ տարբեր խմբեր կան, եթե պատերազմից հետո վախերը զինվոր պատերազմ անցած զինվորների մեջ որպես հոգեբանական հետք, տրավմայի հետք եւ վախը բնակչության մեջ հանրային դիսկուրսի, սրանք արդեն շատ տարբեր, ես շատ կոպիտ մի 3 բան եմ առանձնացնում, բայց շատ նրբերանգներ կան։ Եթե խոսենք պատերազմի ընթացքին, որը գրքում նկարագրված է, այնտեղ գիտեք վախերը բան են, ընդհանրապես ռազմական մարտաբանության մեջ հատուկ հետազոտության մեծ առարկա է եւ այնտեղ կան վախերի հաղթահարման երկու մեծ խումբ է նշանակում, նկարագրվում մեխանիզմների, մեկը կոչվում է հայտնի բանալագրականության մեջ էգզիստենցիալ մեխանիզմներ, մյուսը պրոֆեսիոնալ։ Էգզիստենցիալը ո՞րն է, ասենք նայեք, մարդը երբ որ վախենում է պատերազմի ընթացքում եւ այնտեղ գրքի մեջ կան նկարագրություն, ասենք հենց մի անգամից այդ տղաները դե բարձա բոլորն էլ վախում են, չէ, ասենք այդ հատկապես այդ երիտասարդ տարիքի նոր զորա կոչված այդ տղաները, այնտեղ ասենք որոշները ընկել են բանի մեջ, ինչ որ մի պահ պարալիզացվել է նույնիսկ հոգեբանորեն, հետո հաղթահարել են այդ վիճակը մարդիկ։ Բայց տեսեք, ասենք գոյաբան էգզիստենցիալ մեխանիզմը ո՞րն է։ Այդ էգզիստենցիալ մեխանիզմը է, երբ որ մարդը ունի շատ մեծ մի իմաստ, տղաներից մեկն է շատ լավ նկարագրում, ասում է մեր զորքում ցավոք սրտի այդպես է եղել որոշ դեպքերում, ասում է չկար այն մեծ գաղափարը մեր մոտ, որ առաջի ռումբի պայթյունից հետո ասում է ինքը չկորեր եւ մեր մոտ վախ չառաջացներ։ Դա նորմալ է։ Հենց այդ էգզիստենցիալ մեխանիզմն է, որոշ դա բոլոր քիչ թե շատ նորմալ բանակներում զինվորների հետ կատարվող աշխատանք է, այսինքն դա գաղափարաբանական աշխատանքն է, արժեքների այսպես ասած փոխանցման աշխատանքն է զինվորի հետ ու ընդհանրապես սպայակազմի հետ, որ այդ մեծ արժեքները հանուն ինչի իրենք հայտնվել են կռվի մեջ, հա, որովհետև պատերազմը այնպեսի մի բան է, որ ոչ ոք չի ուզում հայտնվի այդ իրավիճակում, չէ, բայց երբ որ դու հայտնվում ես, դու պետք է հասկանաս ինչի համար ես դու այդտեղ հայտնվելու, եթե կա այդ մեծ գաղափարը, մեծ արժեքը, ասենք հայրենիքի կամ չգիտես, հա, ինչ որ մի մեծ բան, դա օգնում է, որ մարդը չվախենա։ Այդ մեկ, երկրորդ բանը ամենաքիչ վախեցած խմբերը, որ նայում ես վախերից ազատված հեշտ, նրանք են, ովքեր որ պրոֆեսիոնալ կերպով տիրապետել են զենքին։
ասենք դրա համար այսինքն որոշակիորեն գոնե իրանք այդպես են կարծում, տիրապետում են իրավիճակին, կարող են գործել այսպես եւ այնպես։ Կռվելու բան ունեն, արդեն հմտությունը ունեն, այդրանք դրա համար հենց զորակոչային տարիքի տղաներին բոլորը նկարագրում են որպես ամենալավ կռվողներ։ Ինչի համար, որտեվ իրենք հիշողությունները թարմ են դեռևս այո, տիրապետում են այդ ամեն ինչին։ Ու շատ կներեք, այստեղ մի հատ ցավոտ բան պետք է ասեմ։ Ուրեմն բանակում, ասենք որոշակի զորատեսակներ ունեն պարտադիր քանակ, որ պետքա տարվա մեջ գնան զորավարժությունների։ Ցավոք սրտի մեր բանակը պատերը այդ այսպես ասած, այս չգիտեմ, էլի չեմ ուզում քաղաքականացնել մեր խոսակցություն, բայց մինչև 20 թվականի այդ շրջանը, չէ, ասենք որ պետքա մարդիկ պատրաստվեին այդ զորավարժությունների փողոցը թղթի վրա գրել են, ու տենց վկայություններ էլ շատերը մեզ պատմել են այդ տիպի պատմություններ, ու հիմա իրանք այդ մեղքի զգացողությունը ունենել նաև այդ սպաները, ովքեր որ տենց բաների մեջ են մտել, ասենք օրինակ զորավարժություն պետք է լինի, զորավարժության ժամանակ այսքան փամփուշտ պետք է կրակվի, այսքան արդ պետք է կրակվի, այսքան վառելիք պետք է վառվի, չէ, տեխնիկային, այսքան, չգիտեմ, ուտելիք պետք է դուրս գրվի, այդ բանի, չէ, սուխոյ այն բանը, չոր բաները, զինվորի ուտելիքը եւ այլ, ստորագրել են թղթերը, բայց զորավարժությունը չեն արել։ Դրա համար էլ հմտությունների ուսուցումը լավ չի տրվել մեծ բանակին ժամանակին, հա, բայց ամեն դեպքում, ասենք, եթե պետք է անեին 3-ը մեկը արել են, այդ զորակոչային տարիքի տղան գոնե այդ մեկի ժամանակ ինքը, ասենք, տիրապետել է, ասենք, օրինակ խմբով կռվելու այդ տակտիկային, չէ։ Ու դրա համար իրանց մոտ սկզբից վախը որ եկել է ավելի արագ անցել, որովհետև իրանք արդեն սկսել են պրոֆեսիոնալ այդ մեխանիզմը վախի հաղթարման իրանց մոտ սկսել է աշխատել։ Իսկ ինչի մեր մոտ պայստազորայինները ավելի շատ են փախուստի դեպքեր ունեցել, որովհետև այդ մարդիկ առանց պրոֆեսիոնալ հմտության հայտնվել են ճակատում ու իրանք չեն իմացել ոնց է պետք շարժվել, իսկ այդ դեպքում դու ավելի ես վախենում, եթե կոպիտ ասած թշնամին հարձակվում է քո վրա, դու գիտես, որ ասենք դուք ջոկատ եք, ու ամեն մեկը այդ ջոկատում իր բան ունի, ֆունկցիան ունի, ու դու գիտես, որ դու քո ֆունկցիան պետք է կատարես ու հստակ գիտես, էսա քո ֆունկցիան կատարելա, եթե դու գնդացրոտ ես, էսա քո ֆունկցիան, եթե դու, չգիտեմ, մի ուրիշ պոզիցիայի մեջ այդտեղ պետք է կռվես, էտա քո ֆունկցիան։ Իսկ այնտեղ որ մարդիկ չունեն այդ բանը հմտությունը, իրանց մոտ վախը ուժեղացել է, դրա համար փախուստը շատացել է, այդ տարերային փախուստ է եղել այդ խմբերում։ Նաև այստեղ մի հատ շատ կարևոր բան է եղել խմբի զգացողությունը։ Ասենք նայեք, մի պայստազորային էր պատմում ինձ այդ, ասում է, երբ որ ինքը սկզբից զորակոչվել է, իրան մենակ է զգացել ու վախ ունեցել շատ ուժեղ։ Հետո հայտնվել է բանի մի 5-6, չէ, 7 հոգանոց մի հատ խմբի մեջ, որոնք որ իրար ճանաչում էին վաղուց, կոնկրետ մի ռեգիոնի, մի գյուղից են եկել ու իրար ճանաչում են ու խումբ են եղել։ Ու այդ ինքը այդ խմբի մեջ է մտել ու խմբի անդամության զգացողությունը ուժեղացրել է իր մարտական ոգին։ Այսինքն ինքը սկսել է զգալ ոչ թե մենակ իրան, այլ այս որ մեկը իր թիկունքը կարա պահի, մեկը իրան կարող է վիրավոր ժամանակ չթողի թշնամու, ասենք մարտի դաշտում, հա, գոնե դուրս կբերի, կամ եթե նույնիսկ մահանա, դա էլ է շատ կարևոր բան եղել, իր դիակը կհանեն, որ դա հասնի դա ցավալի բաներից ենք խոսում, իհարկե, բայց դա հիմա անցել ենք այդ պատերազմը, բոլորս էլ գիտենք, որ ինչեր են եղել, չէ։ Ուզում եմ ասել, որ վախի այս ռազմական դաշտում դրսևորումները մի բան են, իսկ ես ոնց հասկացա, դուք խոսում եք ավելի շատ վախը մեր հասարակության հետ պատերազմական եւ այն, հա։ Այո, եւ այդ հետ պատերազմական վախը հիմա դեռ շարունակվում է իներցիան, բայց պատերազմից անմիջապես հետո մենք քաղաքացիականներ հետ ենք աշխատել, այնտեղ բան կա, էլի, ասենք
մի քանի տեսակի վախ կա, դե դրանց մեջ շատ ուժեղ է թշնամու հանդեպ ունեցած վախը, նույնիսկ ես ասենց շատ լավ հիշում եմ մի ուսուցչուհի կիներ պատմում էր, որ ինքը անձամբ Ալիևից է վախենում ու վերերազներ ատենում, այսինքն պատկերացրեք այդ բանը անվտանգությունը, պետականությունը կորցնելու վախը շատ ուժեղ էր պատերազմից անմիջապես հետո եւ երկար ժամանակ այդ բաներ քաղաքացիական պատերազմի վախը իսկ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում դա կարող է թրիգեր լինել այն հետ ցեղասպանական վախի գիտեք այդ մշակութային Թուրքիայի ներգրավվածությունը շատ կարևոր բան է գործոն է նաեւ հանրային բան տեսանկյունից ազդեցության տեսանկյունից բայց այտենց ուղիղ կապ չկա իհարկե ես համաձայն եմ որ եթե վերլուծականորեն դուք փորձեք այդ մի քիչ խորանալ անպայման կապը դուրս կա որովհետեւ ենթա մակարդակում այդ կապը արտացոլվում է եւ Թուրքիայի եւ այսօր նաեւ Ադրբեջանի, որը որ Թուրքիայի հետ մի բան է դիտարկվում, մի մարմին, հա, այսինքն Ադրբեջանը ըստ էության Թուրքիա է, մի պահ այդպես է ընկալվում, հիմա էլի տարանջատվում է մեր գիտակցության մեջ հանրային։ Այնպես որ այս վախերը առկա են մեր մեջ, այսօր էլ շարունակում են եւ ասեմ մի ցավալի բան էլ, որ մեր քաղաքական ուժերը ասպարեզում մրցակցող իրար հետ շատ լավ գիտակցում էին այդ խնդիրը եւ փոխարենը որ մարդկանց մեջ այդ վախերը հաղթահարելուն ուղղված լիներ իրենց քաղաքական պայքարը ընդհակառակը ուղղված է այդ վախերը գեներացնելու վախերը խաղարկելու վրա այդ շատ ցավալի բան է դեպ ասեմ եւ դա շատ ստոր բան է եւ ես քանի որ խոսում ենք կանադային խոսքա մեր խոսքը, ես հատուկ ուզում եմ այս մասին խոսել, չնայած ես առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ մեր քաղաքական դաշտի դերակատարների ոչ մեկից, որ ինքը այդքան բարոյական ասենք պետք է լինի, որ չշարունակի խաղարկել մարդկանց մեջ եղած վախերը, բայց ես գոնե այս մեր խոսակցության ընթացքում իրանց խոսք եմ ուղղում, որ ավելի լավ է քաղաքական պայքար տարեք, այլ ոչ թե մարդկանց վախերը փորձեք գեներացնել, ինչա մի երկու ձայն ավել ստանաք։ Շատ լավ, պարոն Թադևոսյան, մեր ժամանակը մոտենում է ավարտին, բայց ես ուզում եմ վերջում մի այսպիսի հարց տամ, չգիտեմ, հասկանում եմ, որ պատասխանը չի կարող հակիրճ լինի, բայց փորձենք հնարավորինս սեղմ հայրեն պատերազմից հետո ինձ թվում է թե պատերազմի մասնակիցների թե ամբողջ հասարակության մոտ հստակ ինքնության որոշակի աղճատում, որոշակի ճաքեր նկատվեցին, ում մոտ ինչպես առնվազն մեր քարտեզն է փոխվել, որը մեր գլխում կար, հա Եվ բնականաբար սա բերում է շատ հարցերի, ով եմ ես, ինչի համար ենք մենք ընդհանրապես այստեղ, ինչու ենք մենք ապրում, հազար ու մի ամենաբարդից մինչև ինչու մնալ Հայաստանում, ինչու լինել քաղաքացի, ամեն ինչ։ Մարդաբանական տեսակետից, այն նման բոլոր երկրների, բոլոր ազգերի համար պարտությունը ծանր հարված է։ Բայց այն աստիճան, որ ինքը բերի ինքնության հետ ինչ-որ հարցեր քննարկելու, սեփական ինքնությանը, սեփական եսին հարցեր տալու, մարդաբանական տեսակետից սա ընդհանրապես նորմալ գործընթաց է եւ ընդհանրապես սրա միջից դուրս գալու մեխանիզմներ կան, թե ոչ։ Գիտեք, բանը ես եթե ասեն շատ ձեր ընդհանուր հարցը բերենք շատ կոնկրետացնենք, ասեմ ձեզ շատ էլի սպասելի ու բնական է այս վիճակը, այն իմաստով, որ այդ տիպի ցնցումից հետո պատերազմի պետք է լինել հարցադրում նաև կապված ինքնության հետ։ Մանավանդ որ կոմոդ փոխվում է հաղթողի ինքնությունը պարտվողի, այստեղ շատ հարցեր կան, դա շատ չենք կարող մանրամասնենք, բայց ասենք նաև փոխվում է քո թշնամու մասին ունեցած քո պատկերացումը, որը ազդում է քո ինքնության վրա էլի։ Հա, ասենք ու այս առումով նաև գալիս է կարևոր մի պահ, երբ որ
մեր ինքնությունը, որը որ խորհրդային միությունում փլուզվելուց հետո դեռևս այդպես հստակ չէր ձևավորվել, հա, անկախ Հայաստանի, հայաստանցու այդ ինքնությունը, հա, հիմա ինքը այդ ինքնության մեջ կարելի է նկատել նոր էլի փուլ, որում կարևոր բաներից մեկը, այսպես ասած, տրանսֆորմացիաներից մեկը կարող է վերաբերվել այդ մի քիչ վերացական բաղադրիչի պակասեցմանը, ավելի ռացիոնալ բաղադրիչի եւ ինքնության մեջ անցյալի էլեմենտը մեր մոտ շատ ուժեղ է, բայց ավելի շատ թույլ էր ապագայի ու ներկայի բաղադրիչը, հիմա ոնց որ թե կարող է սխալվում եմ, բայց իմ կարծիքով հիմա առնվազն այդ ներկան եւ ապագան կարևորվում են եւ սկսում են մի քիչ ճնշել անցյալից եկող այդ մեծ չափաբաժնին, ինչը որ մեր մոտ առաջացրել է որոշ անհանգստություններ, հատկապես հասարակության այն շրջանակների, որոնք որ ավելի ավանդական ու պահպանողական մտածողության կրողներն են եւ իրանց մոտ ձևավորվում է այսպեսի մի պատկերացում, թե աշխարհը փլուզվում է եւ փլուզվում է հենց այդ մեր ինքնությունը, մենք կոծնում ենք մեր ինքնությունը, իրականում ես չէի ասի, որ մենք կոծնում ենք մեր ինքնությունը կամ այտենց խնդրեմ ունենք, այլ ես կարող եմ ավելի շատ կասեի, որ մենք հիմա գտնվում ենք ինքնության վերաիմաստավորման փուլում, ինչը որ առողջ process է, բայց ինքը կարող է անառողջ դառնա, եթե մենք չկարողանանք այդ վերաձևակերպման գործընթացում առաջնային նշանակություն տանք առողջ մտքին, հա, ասենք դատողականությանը եւ ավելի քիչ էմոցիոնալությանը։ Էմոցիաները կարեւոր բան են շատ եւ անհատական եւ հանրային տեսանկյունից, բայց դրանք պետքա բալանսավորվեն։ Այսպես ասած, մարդաբանության մեջ դրա համար կան տերմիններ, մեկը կոչվում է ապոլոնյան, այդ դատողական բանականը, եւ մյուսը դիոնիսյան, այդ էմոցիոնալը, ցավուցալիվը, բանը, այնպես որ մենք հիմա հույս ունենանք, որ այդ բալանսավորման process-ն ենք ապրում։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Ես հիշեցնեմ, որ Media-Lab կայքում կարող եք գտնել զրույցներ, հոդվածներ, ռեպորտաժներ մեր հասարակության մասին, թե ինչ է մեզ հետ կատարվել Արցախյան երկրորդ հակամարտություն, երկրորդ պատերազմից հետո, ինչպիսի հոգեբանական, արժեհամակարգային, այսպես ասենք, հետք է թողել մեզ բոլորիս վրա պատերազմը եւ ինչ տրավմաներ մենք ունենք դրա արդյունքում։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, հիշեցնեմ այսօր մեր հյուրն էր մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։